Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, այսօր կրկին միասին ենք, որպեսզի հերթական անգամ քննարկենք քննության ժամանակ հանդիպող անհասկանալի հարցերը։ Մեզ համար կարևոր է, որպեսզի դուք քննությանը մոտենաք առավելագույն վստահությամբ և ճիշտ գիտելիքով, իսկ X-Drive-ը ձեզ կօգնի այդ հարցում։ Այսօր միասին կսկսենք պարապել թեստ 11-ը։ Ողջույն Նիկեր Արթուր։ Ողջույն Սյուզան ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դու ինչպե՞ս ես։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ շատ։ Այսօր նոր թեստ ենք անցնում, 11-րդ թեստը։ Սկսենք պարապել, վերջում կանդրադառնանք մեր YouTube դիտողների ուղղված հարցերին, անհասկանալի հարցերին։ Այս սկսենք։ Գտնենք մեր էջում 11-րդ թեստը։ Մուտք գործենք եւ կարդանք։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կայանում է համարվում 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ, 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու ուղևորի նստելու, իջնելու կամ տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու։ Տես, այստեղ կընտրենք երկար պատասխանը, 5 րոպեից ավելի։ Փորձենք, ահա, դե եթե ուշադրություն դարձնում ես, առաջին պատասխանում էլ է նշված 5 րոպեից ավել, երկրորդում էլ 5 րոպեից ավել։ Դե մինչև 5 րոպե անշարժ վիճակի վերելը տրանսպորտային միջոցին դա կամարվի կանգառ, բայց 5 րոպեից ավելը արդեն կայանում։ Ուղղակի ինչ ենք ընտրում մյուս պատասխանը, այստեղ կա բացառություն։ Բացառությամբ երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը բախումը կանխելու դեպքը։ Պատկերացրու, պիտի ինչ-որ մի տրանսպորտային միջոցի հետ բախվես, որպեսզի չբախվես, վթար տեղի չունենա, դա է պատճառը, որ անշարժ վիճակի ես բերում քո տրանսպորտային միջոցը, ու տևում է երկար, 5 րոպեից ավել, այդ դեպքը չի համարվում կայանում։ Իսկ եթե ուղղակի գաս ինչ-որ միտեղ կանգնես, գնաս տուն կամ գնաս խանութ եւ այլն, 5 րոպեից ավել տևի, այդ կայանումը դա արդեն կհամարվի կանգառ։ Հասկացա։ Նշում ենք բացառությամբ բախումը կամ վթարը կանխելու դեպք։ Անցնենք հաջորդ հարցին։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված անձանց D կարգի եւ D1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել 18 տարին լրացած անձանց, 19 տարին լրացած անձանց, 20 եւ 21։ Ահա։ Նախ 21 տարի։ Ճիշտ ես, հա, ճիշտ ես։ 21 Բայց մի հատ մանրամասնիկ։ D կարգը հիշում ենք, որ ավտոբուսն է, տրամադրում են շատ ճիշտ ես, 21 տարին լրացած անձանց։ Ուղղակի ստեղ ՀՀ զինված ուժեր կարդացինք, մենք մի քիչ արագ կարդացինք, անցանք առաջ, ճիշտ է, զինված ուժեր եւ այլ զորքեր։ Հիշում ես դու շատ լավ ինքդ ասցիր, որ 21 տարին լրացած անձանց են տրամադրում D կարգ, ավտոբուսի կարգը։ Բացառությամբ այս դեպքի Եթե տվյալ անձը պիտի մեկնի ծառայության, արդեն նրան կտրամադրեն շուտ 19 տարեկանում։ Բայց եթե ծառայության չի մեկնելու, 21 տարին կլինի ուժի մեջ։ Լավ, 19 տարին լրացած անձանց։ Իսկ ստեղ ունենք D կարգ եւ D1 կարգ, շատերը շփոթում են, մտածում են D-ն D1-ից ինչ-որ բանով տարբերվում է։ Այո, էլի տարբերում է, բայց ոչ տարիքի հարցում։ Ուղղակի D-ն D1-ից ինչով է տարբերվում նստատեղերի քանակով։ Լավ, քննական տոմսերում հարցերը միայն տարիքներից են, այդ ենթակետերի դեպքում D-ից փոխվի D1-ի, տարիքը չի փոխվում, մնում է նույնը։ Հասկացա։ 19 տարին լրացած անձանց։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե մեխանիկական տրանսպորտային միջոցը, որով իրականացվում է գործնական վարման ուսուցում, չունի համապատասխան ճանաչման նշան, չի աշխատում վառելիքի մակարդակի ցուցիչը։ Իսկ նա երկու դեպքում էլ։ Առաջինի դեպքում ինչ հասկացանք, երկրորդի դեպքում ինչ հասկացանք, հերթով արի։ Երկրորդ դեպքում վառելիքի մակարդակի Ո՞րն է վառելիքի մակարդակի ցուցիչը։ Այն որ զգուշացնում է, որ արդեն պակասել է լիցքավորելու։ Ապրես, շատ ճիշտ է։
Հիմա եթե վառելիքի մակարդակի ցուցիչը չի աշխատի, Մենք չենք իմանա երբ կարիքը երբ կավարտվի, կվերջանա ներողություն, կվերջանա մեր վառելիքը, կմնանք ճանապարհին, դա մեր խնդիրն է։ Հա։ Այսինքն վտանգ երթևեկության մասնակիցների չի տեսնում։ Հա։ Դա եւ կարող է ճանապարհին մնաս, զանգես քո ընկերուհուն, ասես իմ բենզինը վերջացել է, իմ վառելիքը, հա, ինձ մի փոքր բենզին հասցրու, տենց ասեմ, իրավիճակային, որպեսզի ավելի տպավորիչ լինի։ Այդ մեր համար է։ Այդ թույլատրելի է։ Թույլ է տալիս, եթե քո վառելիքի ցուցիչը չի աշխատում, չես հասկանում, քեզ որքան վառելիք է մնացել։ Թե որ կետում ճանապարհին կմնաս կամ կտանես կնորոգես, կվերանորոգես մեքենան, դա արդեն քո հարցն է, քո խնդիրն է։ Այսինքն առաջին դեպքում Ապրես շահագործումն արգելումը այս դեպքում։ Գործնական վարման ուսուցումը ունի ճանաչման նշան, մեքենաների ուչեբնի ուսանողականի ուտառը որ դրված է։ Առանց այդ ուտառի դասընթացներ իրականացնել չի թույլատրվում։ Հասկացա։ Շատ։ Մյուս հարցը Մոտոցիկլերի շահագործումն արգելվում է, եթե բացակայում են կառուցվածքով նախատեսված անվտանգության աղեղները, տողերի պահպանաշերտի ինվազիվ մնացորդը բարձրությունը կազմում է 1.6 մմ։ Շատ լավ։ Հիմա ասենք անվտանգության աղեղներին, առաջին հարցին։ Մեր դիմաց կա մոտոցիկլ։ Սա նրա համար է, որ ուսանողներին ցույց տանք այդ ամեն ինչը։ Սա կողային կցորդով է, եթե կողային կցորդը մենք հեռացնենք, կմնա առանց կողային կցորդի մոտոցիկլ։ Որն է անվտանգության աղեղը։ Տեսնում ես այս ծնկերը պաշտպանելու համար այստեղից դուրս եկած sense ձողեր կա, տրուբայատիպ sense ձողեր են, այդ ծնկերը պաշտպանելու համար է, որ հանկարծ մոտոցիկլը շուռ գա, ոտքը չմնա տակը, վարորդի չվնասվի։ Լավ, դա պարտադիր է։ Իսկ եթե բացակայում են այդ կառուցվածքով նախատեսված անվտանգության աղեղները, ուրեմն շահագործումը պետք է արգելել։ Դա անվտանգության նկատառումից ելնելով է։ Իսկ մյուս հարցի դողերի պահպանաշերտի նվազագույն մնացորդային բարձրությունը 1.6 մմ է։ Հնարավոր է հիշես դողերի չափը մոտոցիկլի 1.6 չէ, թե 1.6-ը դա թեթև մարդատարին էր։ 0.8 դրա կեսը։ Այո, մոտոցիկլինը 0.8-ից պակաս չպետք է լինի։ Պակասի դեպքում շահագործումը կարգել ենք։ Իսկ եթե ուշադրություն դարձնում ես, այդտեղ կրկնակի անգամ ավելը լավ չի արգելվում շահագործում ավելի դեպքում։ Ինքն առաջին դեպքում կարգելի։ Ապրես։ Լավ, ինչքան այդ 0.8-ից ինչքան պակաս եղավ, այնքան դողերը մաշվելու է։ Իսկ ինչքան մաշված, այնքան վատ։ Հաջորդ հարց։ Խաչմերուկը երկրորդը կանցնի։ Ահա։ Նախ հասկանանք առաջինը ով կանցնի, հավասարազոր խաչմերուկը առանձնաշանների ցուցացույցի։ Առաջինը կանցնի, որ աչից հարված չունի։ Կանաչ։ Շատ ճիշտ ես։ Այո, կանաչ։ Ավտոմոբիլը առաջինը անցավ։ Հիմա կանաչը գնաց, այլևս տեղում չի, մտքով պատկերացրու, որ չկա։ Կապույտը երկրորդը կանցնի։ Շատ ճիշտ ես։ Դե կանաչը երբ որ անցավ, կապույտի աչքն ազատվելու։ Կապույտը կանցնի, վերջինն էլ կարմիրը ըստ հարցի կապույտը։ Ըստ հարցի երկրորդնով կանցնի, նշում ենք։ Ահա, առաջի պատասխան կապույտ մեքենայի վարորդը։ Մյուս հարցը։ Խաչմերուկը երրորդը կանցնի։ Այստեղ ունենք նշաններ։ Ապրես։ Գլխավոր, զիջող, գլխավոր, այսինքն կամ կարմիրը պիտի անցնի, կամ կապույտը առաջինը։ Շատ ճիշտ է։ Իրանց կանցնի, որ աչից հարված չունի, կարմիրը առաջինը կանցնի, երկրորդը կանցնի կապույտը, երրորդը կանցնի դեղինը, չորրորդն էլ կանաչը, ըստ հարցի երրորդը դեղինը։ Շատ ճիշտ պատասխան։ Դեղինը ըստ հարցի երրորդն է։ Խաչմերուկների հարցերն են եմ սիրում։ Շատ լավ է։ Շատ լավ։ Դե ունենք ուսանողներ, որոնք որ դժվարանում են այդ հարցերից, բայց այնտեղ մի փոքր ուղղակի ուշադիրապետ լինել, ուրիշ ոչինչ։ Իսկ զբաղվում աչից հարված։ Այո, հետևում ենք թե կա լուսացույց, նշան կա կամ նշան չկա, կախված հարց։ Որ հետագծով կարող եք շարունակել երթևեկությունը։ Միայն ճիշտ ես պատասխանել, միայն բայց հասկանում ենք ինչի։ Դե որովհետև նշանով ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ շատ ճիշտ։ Այն մյուս կողմում էլ եթե նշան լիներ, այն մյուս կողմում էլ իմ կարծիքով։ Ահա, քանի որ նշանը տեղադրված է միայն աչ,
դու պարտավոր ես այդտեղից երթևեկելու միայն աջ։ Իսկ որ միայն աջ շրջադարձ կատարես, մուտք ես գործելու հանդիպակաց։ A հետագից։ Հա, Լավ, B հետագծով երթևեկելու համար, այսինքն երկրորդ անցումից օգտվելու համար դու պետք է երթևեկես ինչ որ մի տարածություն ուղիղ, բայց ուղիղին քեզ չի թույլ տալիս, թույլատրվում է միայն աջ։ Միայն աջը դա քեզ կտանի A հետագից։ Այսինքն պետք է օգտվես առաջին անցումից, որ անցման նշանը տեղադրված է, այդ անցմանն է ինքը վերաբերում։ Հաջորդին իր ուժը կորցնում է։ Չկարգավորվող խաչմերուկում, որ նշաններն են առավելություն տալիս վարորդին հատվող ճանապարհով երթևեկողների նկատմամբ։ Չկարգավորվող խաչմերուկում։ Խաչմերուկ։ Փորձիր մի հատ ինքնուրույն։ Կարելի է անգամ նշանները հերթով ուսումնասիրելով տրամաբանել։ Գլխավորի նշանն է։ Ահա, դա խաչմերուկը։ Հա։ Այո։ Անխաչմերուկ։ Դե եթե դու գլխավորում ես, նշանակումը հատվողությունը կլինի երկրորդական, այսինքն ճանապարհների հատումը տեղ գոյություն ունի, հենց ինքը խաչմերուկն է դա։ Ինքը առավելություն է տալիս։ Իհարկե, գլխավորը տալիս է առավելություն։ Բն ինչ նշանակ հիշես։ Բն էլ է տալիս առավելություն, բայց նեղ հատվածում։ Պատկերացրու ճանապարհը որոշակի նեղացել է, դիմացից հանդիպակաց երթևեկողին պարտադրում է որ զիջի ճանապարհը։ Իսկ քեզ ասելով ում առջև տեղադրված է այս նշանը, տալիս է առավելություն։ Լավ, առաջինը կանցնի այն տրանսպորտային միջոցը նեղ հատվածը, ում մոտ տեղադրված կլինի այս նշանը, բայց սա խաչմերուկ չի։ Լավ, ճիշտ առավելություն է տալիս, բայց խաչմերուկ չի։ Հիմա երրորդ նշանը արի նայենք։ Երրորդ նշանը անծանոթ մի քիչ։ Երրորդ նշանը զգուշացնում է, քանի որ նմանացրել են նախազգուշացնող նշաններին, եռանկյուն եզրերը կարմիր, որ դու մոտենում ես խաչմերուկի։ Եվ այդ խաչմերուկում դու գլխավոր ես։ Սև հազգիծը նշանակում է գլխավոր։ Ուղղակի քեզ ինչ է զգուշացնում, որ դու հարում ունես երկրորդական ճանապարհի հետ ձախ կողմից, որպեսզի լինես ուշադիր։ Հա։ Այսինքն սա էլ է խաչմերուկ, որտեղ դու գլխավորում ես։ Ուշադիր, ան եւ բն Եվ գն։ Ներողություն, ան եւ գն, շատ ճիշտ ես, ան եւ գն ինչ են մեզ ասում, որ մենք մոտենում ենք խաչմերուկի ու առավելությունը տալիս առավելությունը մերն է, մենք գլխավորում ենք, այսինքն այս երկուսը խաչմերուկ A են։ եւ G։ A եւ G։ Նորից եմ կրկնում, բնել է տալիս մեզ առավելություն, բայց դա խաչմերուկ չի։ Իսկ հարցը ոնց է հնչում, չկարգավորվող խաչմերուկում, ահա նշենք խաչմերուկում, որ նշաններն են առավելություն տալիս վարորդին։ A եւ G։ Անցանք առաջ։ Թույլատրվում է վազանց կատարել այս իրավիճակում։ Կարծում եմ ոչ։ Վազանցն արգելող նշանը մենք տեսնում ենք, որը թույլ չի տալիս վազանց կատարել։ Բայց որպես բացառություն, եթե մեր դիմացով, մեր առջևից ընթացողը կլինի, հիմա թվարկեմ, փորձիր հիշես, հեծանիվ, մոպեդ, լծասայլ, դանդաղընթաց տրանսպորտային միջոց, որը ի վիճակի չի արագություն զարգացնելու, ինքը ունենում է ճանաչման նշան, ու 40-ից ավել արագություն չի կարող զարգացնել եւ առանց կողային կցորդի մոտոցիկլ, երկուականի մոտոցիկլ։ Այսինքն այդ թվարկվածներին դու իրավունք ունես վազանց կատարելու։ Այս դեպքում կարողանա։ Ահա, անգամ այն վայրում, որտեղ վազանց կատարել չի թույլ տալիս։ Ստացվում է, որ այո, թույլատրում է վազանց կատարել այս իրավիճակում։ Դե մեր դիմացով ընթացողը տեսնում ենք նկարով հեծանիվ չի։ Բայց վտանգավոր չի լինի օրինակ վազանց կատարելը, թե տեսադաշտ ունենք այս դեպքում։ Դե տեսադաշտ չունենք, դրա համար վազանցը արգելուն պատճառը դա է, ճանապարհը որոշակի կորացված է, բայց քանի որ մոտոցիկլը, հեծանիվը, մոպեդը իրանք փոքրիկ են, դանդաղ են ընթանում, տեսադաշտ այնքան էլ չեն սահմանափակում, չէ՞, ու նրանց թույլատրում է վազանց կատարել, իհարկե վազանցի կանոնները պահպանելով։ Հասկացա։ Թույլատրվում։ Որ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։ Արդեն առանց ոչ մի բան նայելու պետք է կապույտը զիջի։
Կարծիքով, որովհետև շտապօգնությունը ու ձայնային լուսային փարոսի կազմնշանները միացրած։ Ուշադիր պետք է լինեն։ Անկախ նրանից կարմիրը թե կանաչ։ Քննական տոմսերում կան հարցեր, որտեղ որ այս ձայնային ազդանշանը միացված չի։ Կամ լույսային ազդանշանը միացված չի։ Այդ դեպքում ինքը չի ունենա առավելություն։ Իսկ եթե լույսային եւ ձայնային ազդանշանն իրար հետ համատեղ միացված կլինի, տվյալ տրանսպորտային միջոցը կունենա առավելություն, այսինքն մենք պարտավոր կլինենք նրան զիջելու ճանապարհը։ Բայց օրինակ ինձ հետաքրքիր է, եթե շտապօգնության մեքենայի վրա տվյալ պահին միացված օրինակ մենակ լուսայինը կամ ձայնայինը միացրած չի կամ հակառակը ձայնայինը միացրած լուսայինը միացրած չի, այդ դեպքում չի ունենա էլի չի առավ։ Պետք է երկուսն էլ միացած համատեղ, եւ լույսային եւ ձայնային ազդանշան։ Կանոններով այդպես է։ Հիմա որ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը, իհարկե պետք է զիջի թեթև մարդատարը, ու չի պիտի նա ասի, որ ինձ մոտ լուսացի ազդանշանը կանաչ է, առավելությունին հիմնաստեղ առավելությունը տված է շտապօգնության մեքենային։ Այսօրվա համար այսքանը։ Շնորհակալ եմ շատ դասի համար։ Կարծում եմ բավականին օգտակար ստացվեց մեր հեռուստադիտողների համար էլ, ինձ համար էլ նոր բաներ սովորեցինք։ Հիմա թույլ կտակ անցնենք մեր YouTube-դիտողների ուղղված հարցերին։ Մի քանի հարցի պատասխանենք։ Խնդրել եմ, որպեսզի անդրադառնանք մանևրում, վերադասավորում եւ բազանց թեմաներին։ Դրանք առանձին թեմաներ են բոլորն էլ։ Եթե մենք անդրադառնանք, մեզ ոչ թե 1 րոպեա պետք, այլ շատ երկար։ Բայց ասեմ, որ եւ բազանցը ու մանևրում է այդ բոլորն էլ համարվում, վերադասավորումն էլ է համարվում մանևրում։ Երբ որ դու քո ուղղությունից շեղվում ես ամեն անգամ, թե կվերադասորվես հարևան գոտի, այո, թե աջ շրջադարձ, ձախ շրջադարձ կատարես, հետադարձ կատարես, կանգառ վերադասավորել, այս բոլորը համարում են մանևրներ։ Իսկ կանոններն ինչ են ասում, մի պարզ բան, որ մանևրելիս նախորոք շուտ պետք է միացնել տվյալ ուղղությամբ ազդանշանը։ Այո, թարթիչը տվյալ ուղղությամբ ազդանշանը։ Կոպիտ ասած, որ կողմ որ մանևրում ես, ղեկդ որ կողմ որ պիտի պտտես, այդ ուղղությամբ ազդանշանը միացնում ես նախորոք։ Որ մյուս վարորդներին տեղեկացնենք գործողությունների մասին։ Շատ ճիշտ է։ Ինչ է ստացվում, եթե մենք տեղափոխվում ենք հարևան գոտի, կապ չունի աջ թե ձախ։ Չի կարելի այդ ազդանշանը միացնել անմիջապես, միացնել ու տեղափոխվել հարևան գոտի։ Դա արդեն ուշ կլինի։ Շուտ ենք միացնում, որ մեր գործողությունները շուտ հասկանան հարևան վարորդները։ Լավ։ Հասկացա։ Նու այսպես։ Եվս մի կներես, եվս մի կարևոր բան, մանևրելիս միշտ եւ ամենտեղ բոլորին պարտավոր ենք զիջելու ճանապարհ։ Հասկացա։ Պետք է զիջենք։ Այո։ Խնդրել եմ, որպեսզի բացատրենք կոշտ կցիչն ու ճկուն կցիչի տարբերությունը։ Ոչ մի տարբերություն։ Ոչ մի տարբերություն։ Այո, տարբերություն չկա։ Ճկուն ուղղակի ճկվողն է, թուլանում ձգվում է։ Կոշտը ինքը մետաղական է։ Տարբերությունը կարելի ասել մետրերի մեջ է, եթե այնտեղ հարց լինի, ճկունը պետք է լինի 4-ից մինչև 6 մետր, իսկ կոշտը մինչև 4։ Մի հատ նորից ասենք, կոշտը լինում է մինչև 4 մետր, ճկունը 4-ից 6։ Եվս մի բան այնտեղ քննական տոմսերում կա հարց, ուրեմն ճկուն կցիչով քարշարկում իրականացնել, բուքսիր անել մեր կասառույցի պայմաններում, այսինքն սառած ծածկույթի վրա չի թույլատրվում, որտեղ դիմացինը հնարավոր է արգելակի, հետևինը գնա իրան կպնի կամ իրարից հետ առաջ ընկնեն, այդտեղ վտանգ կա։ Իսկ կոշտով թույլատրվում է, որտեղ կոշտի դեպքում երկու տրանսպորտային միջոցների միջև տարածությունը, միջտարածությունը չի փոխվում։ Հասկացա։ Եվ խնդրել եմ բացատրենք մարդկանց փոխադրումը երբ է թույլատրվում եւ արգելում։ Տեղ էլ առանձին իհարկե քարտեզ ասեմ, գծագիր ասեմ գոյություն ունի, մարդկանց փոխադրումը թույլատրվում է, բայց քարշարկման դեպքում տեղ շեշտվում է, որտեղ չեն շեշտել, խնդրել եմ, որպեսզի բացատրենք մանրամասն, չի տպավորվել է։ Նախորդ մեր թեստին եթե հետևեն,
մեր նախորդողները հիմա մենք 11-ն 11-ին ենք 10-ի երկրորդ մասը։ 10-ի երկրորդ մասը եթե հետևել մենք դրա մասին, եթե չեմ սխալվում, այնտեղ մենք խոսել ենք, որ թեթև մարդատար, բեռնատար, թե ավտոբուս քարշարկող, թե քարշարկվող։ Պետք է լինեն ուշադիր, հարցի պահանջը հասկանան, ճիշտ պատասխանը։ Արդեն ընթացքում կմանրամասնենք։ Շնորհակալ եմ շատ հարցերին անդրադառնալու համար։ Կարծում եմ մեր YouTube դիտողներին էլ պարզ դարձավ արդեն բոլոր անհասկանալի հարցերը։ Արդեն մյուս դասին կհանդիպենք 11-րդ թեստը կշարունակենք 11-րդ հարցից։ Շնորհակալ եմ շատ, կհանդիպենք մյուս դասին։ Հուսով եմ այսօրվա հաղորդումը ձեզ համար օգտակար եւ հետաքրքիր էր։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, հետևել մեր թողարկումներին, քանի որ առջևում դեռ շատ կարևոր թեմաներ ունենք անցնելու։